Քրիստոնեական չեմ սիրով և ազգային վառ ապրումներով գողջունեմ ձեր բոլորը։ Այսօր ես երեք պատգամ ունիմ փոխանցելիք ձեր բոլորին։ Իմ առաջին պատգամս ուղղված է հոմենտմենին։ Մեր բոլորին սիրելի հոմենտմենին։ Դարիներ շարունակ սիրելի հոմենտմեն։ Ցուն եղար հայ ընտանիք։ Մեր ավանդությունները, սրբությունները ու արժեքները ամուր բահելով ցուն եղար հայ դպրոց ու մարդագերդումի ու հայագերդումի առաքելությամբ դպրոցը ու ընտանիքը մեր ժողովրդին համար քերակույն սրբություններ են ու դակավին երբ ազատ անկախ Հայաստան չունեինք Սփյուռքի մեջ տուն սիրելի հոմենտմեն եղար հայրենիք երակույն թոշով հայ ժողովրդի իրավունքներուն համար ապրելու ու պայքարելու ու ամուր վճռականությամբ այսպես եղար հոմենտմեն և այսպես պետք է մնաս ու պատմութենեն եկող նվիրական գդակ մնե ու նշանապանը սովորական իմաստունի փածացուր պիտի շարունակես հոմենտմեն հավատարիմ մնալ հոմենտմենական ոգին գդագին այս ժողովուրդը քեզ սիրեց և այս ժողովուրդը այսօր քեզի համար գուքա քեզ սիրեց երբ հաղթեցիր քեզ սիրեց նաև երբ պարտվեցար որովհետև հոմենտմենի մեջ մեր ժողովուրդը մեր ազգային հոգևոր ու փարոյական արժեքներու ամենայն հարազատ արտահայտությունը կդավ հավատարիմ մնացիր քու պատմության և քու առաքելության իմ երկրորդ պատգամս ուղղված է Լիբանանի հայության ճիշտ է ես հաճախակի առիթներով մեր ժողովրդի զավակներուն հետ չեմ ըլլար սակայն մոդենք հետևիմ մեր կյանքի և տեղյակ եմ մեր կյանքի ներքին խնդիրներուն տագնապներուն զարգացումներուն իրաքործումներուն ձեռագիրներուն Լիբանանի հայությունը Սփյուռքի հայության սիրտը եղավ և պետք է մնա մեր անցյալով միայն չհբարդանանք չի փավեր միայն ասել թե Սփյուռքի հայության սիրտն է պետք է գործնապես արտահայտենք մեր Լիբանանի հայության դեղը ու թերը Սփյուռքի մեջ մեր գառույցները պետք է լան աշխույժ գենսունակ և մեր ժողովրդի ու շրջապատի պայմաններուն համահունչ մեր ժողովրդի զավակները պետք է համախմբվին
մեր գառույցներու շուրջ բուրջ համուդը եղավ ու կմնա Լիբանանի հայության սիրտը։ Նաև գիտեմ, որ վերջին շրջանին բուրջ համուդը սկսած է իր նկարագիրը փոխել։ Նաև գիտեմ, որ երբեմն մեր ժողովրդի զավակները մանավանդ գիշերները զգույշ կլան քանելու բուրջ համուդի փողոցներեն։ Բուրջ համուդը Հայաստան էր ու Հայաստան պիտի մնա։ Բուրջ համուդը Քուրդիստան պիտի չլա։ Բուրջ համուդը կպատկանի մեր ժողովրդին։ Եվ սա սիրելի ժողովուրդ ծեր բացքն է։ Բուրջ համուդին բադիվը բահելը ծեր բարձքն է։ Կարչած պիտի մնաք բուրջ համուդին, որովհետև եթե բուրջ համուդը իր թիմակիցը իր նկարագիրը փոխե, մեծապես պիտի վնասե Լիբանանի հայության գեցվածքին, Լիբանանի հայության հզորության։ Հետևաբար Լիբանանի հայությունը իր գառույցներով, իր բուրջ համուդով պետք է մնա կանգուն, զորեղ ու գերսունակ։ Իմ երրորդ պատգամս ուղղված է մեր ժողովրդի հոլոր զավակներուն ի Հայաստան և սփյուռս աշխարհի։ Մենք դարձյալ կգտնվենք մայիս 28-ի խորհրդի մեջ։ Այս առավոտ Անտիլիասի մայրավանքի մեջ խոսելով մայիս 28-ի մասին գսեի, մայիս 28-ը մեր օրացույցին միայն պատկանող թվականը չէ։ Մայիս 28-ը հայոց պատմության էջերուն պատկանող միայն թվականը չէ։ Մայիս 28-ը մեր ժողովրդի հավաքական ոգին, հավատքին, մարդնչումներուն, խոյանքներուն, դեսիններուն ու երազներուն խդացումն է։ Պետք է մայիս 28 ապրիլ և ոչ թե միայն դոնել, մայիս 28-ը պետք է ապրիլ ամեն օր և մանավանդ հավատարիմ մնալ մայիս 28-ի ոգիին ու պատգամին։ Սակայն մենք հավատարիմ չենք մնար մայիս 28-ի պատգամին Հայաստանի մեջ, երբ ամեն օր մեր ժողովրդի զավակները գլքեն հայրենի հողը, Երևանը, այն նվիրական հողը, ուր Արհամ Մանուկյան թշնամիին դիմաց կանգնած ըսավ, ես Երևանը չեմ բարբեր, սակայն այսօր հայրենի մեր ժողովուրդը սկսած է Հայաստանը բարբել։ Մենք այս երևույթին դիմաց, ես որպես կաթողիկոս մեծիդան ընկելիքյո չեմ կրնար լուր մնալ, ինչպես լուր չեմ մնար
մեր ազգային կյանքը հուսով, տագնապեցնող որևէ դեղ, որևէ երևույթին դիմաց մենք հավատարիմ չենք մնար մայիս 28-ի ոգիին, երբ Հայաստանի մեջ փդացությունը կշարունակվի նոր ծավալ ու նոր դարածք ստանալով։ Սիրելի հոմենըտմեն, սիրելի Լիբանանի այություն, մայիս 28-ի ոգիին մենք հավատարիմ մնացինք։ Մեծիտան ընգիլիգյո գաթողիկոսությունը, մեր թեմերը, մեր կավութները, մեր գարույցները և ահավասիկ այսօր մենք կոչված ենք վերանորոգելու մեր հավատարմությունը։ Ահավասիկ այս մտածումներով, այս հիշեցումներով և այս պատկամով ես անգամ ևս կողջունեմ հոմենեծմենը և Լիբանանի մեր սիրելի ժողովուրդը և սա բահուն գաղոթեմ առ Աստված ասելով պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր բահյա, պահպանյա և օգնյա զասկս հայոց ի Հայաստան, Ղարաբաղ, Լիբանան և ըսպյուրս աշխարհի բահյա և պահպանյա ըս հոմենետմենն որպեսզի մեր ժողովրդի բոլոր զավակները մայիս 28-ի ոգիով լեցված շարունակեն մեր ազգի հավաքական պայքարը ի խնդիր մեր ժողովրդի արդար իրավունքներու հատուցման այժմ և միշտ և ավիթյանս հավիտենից ամեն։